Պարոն Մանուկյան, բացի կարճաժամկետ ազդեցությունից, եկեք խոսենք երկարաժամկետ հետևանքների մասին, մասնավորապես թմրանյութերի ազդեցությունը սեռական խանգարումների, անպտղության, նույն տեստոստերոնի նվազման վրա, նույնիսկ եթե այլևս ինչ-ինչ հրաշքներով պայմանավորված թմրանյութ չի օգտագործում անձը, երկարաժամկետ բարդությունները այս դեպքում հաճախ են նկատվում, թե ոչ։ Ես էլ եմ նշում, որ այդ հարցերով ոնց որ մեզ չեն դիմում, դրանք մենք միջնորդավորված ենք այդ ամեն ինչին մասնակից լինում, քանի որ նման թեմաներ մեր հետ չեն շոշափվում, բայց ինչքան ես գիտեմ, ինչքանով որ կիսվել են իմ հետ հիվանդները, այո, երկարատև գործածումից եւ չարաշահումից հետո նախ ընտանեկան մոդելն է խառնվում։ Արդեն կին ամուսին հարաբերություններն են տուժում եւ ոնց որ մարդկանց համար այդ թմրանյութը դառնում է շատ ավելի կարեւոր, քան թե այդ ընտանեկան քնքշանքը, կնոջ հետ հարաբերությունները, նույնիսկ երեխաների հանդեպ սերը եւ երեխաների հետ զբաղվելը մղվում է հետագա երկրորդ պլան եւ երկրորդ, երրորդ, չորրորդ կարևորը դառնում է թմրանյութը, որը օդու ջրից ավելի սիրելի է, ավելի կարևոր է եւ օրհասական է դառնում մարդու համար, որ ինքը չունենա այդ աբստինենտային վիճակը եւ այդ հորմոններով կորտիզոլով պայմանավորված այդ ստրեսային վիճակը, որը որ աբստինենցիայի ժամանակ շատ ավելի սրվում է եւ շատ ավելի ակտուալ է լինում։